Բարև բոլորին, ես ձեզ կասեմ այսօր, թե ոնց էր անցել օհանավանքում ես հինգշաբթի օրը գնացել էի օհանավան, հետո գնացինք մի 10 երեխա վերցրեցինք, այդ գյուղից ու բան արինք էլի, վերցրեցինք երեխեքին, գնացինք օհանավան, այնտեղ մենք տեսանք ձիեր և Սիրուն ձոր ու գյուղը ու եկեղեցին, մենք գնացել ենք եկեղեցի, ընդ եկեղեցու դիմաց մենք կայնել էինք, պարում էինք և երգում էինք ու հետո ընկեր Գոհարը մեր բուժկետի օգնականը, ավելի շուտ բուժկետի աշխատողը եկել էր, մեզի սովորացնում էր մի 3 բան, քթահոսություն, նայեք պետքա, նայեք եթե քթից արուն է գալիս, ինձ սխմում ենք սենց, մի քանի րոպե ու սառը բան ենք դնում մեջ այս ծոծրակին, եթե մի ժամից կամ կես ժամից բան չեղավ, այդ ոնց էր անունը, չպրծավ բանը քթահոսությունը, ուրեմն պետքա շտապօգնություն կանչեք, երկրորդը արևահարվելու բանը մասը, մենք առաջինը, որ իմանանք, մեզ հետ պետքա վերցնենք, որ չարևահարվենք, բանը, արևային գլխարկ և արևային ակնոցներ, հետո երկրորդը, որ միջատները տենց չգան կծեն, ուրեմն պետք է երկարաթև հագնենք, նախ առաջինը հարմարավետ շոր ու բանը պաշտպանում է էլի քեզ մարմինդ, բանը բայց կարանք բանը արևային ակնոցներ էլ դնենք, գլխարկ էլ դնենք, որ չարևաթափվենք ու հետո սովորելու ցած կերանք, գնացինք նայեցինք ձորից, ձիերին ու բան արեցինք, մտանք եկեղեցի ու բան արեցինք, աղոթեցինք հայրմերը ու գնացինք դպրոց, այդ երեխեքին դպրոցից, որ ես օհանավանքի դեմերի դպրոցից, որ վերցրել էինք, իրանց այդ դպրոց ենք տանում ու բան ենք անում, շարժվում ենք, գնում ենք, հասնում ենք դպրոց մեր ու իջնում ենք, տեսություն այսօր այսքան է, հեռանորդագրվեք իմ ալիքինը, կփորձենք հավաքել այս ռոլիկի տակ 20,000 դրամ, ասում եմ 20,000 դրամ, 20,000 լայք,
Դստեսություն